Բարև ձեզ, ձեզ հետ կրկին Մանուշն է Եսայան, մեր հերթական հաղորդաշարն է խոսենք օրենքից, այսօր մենք խոսելու ենք բժշկական ոլորտից եւ օրենքներից եւ փորձելու ենք բացահայտել այդ ոլորտի այն մինիմալ խնդիրները, որոնք որ բոլորիս համար առնվազն ակնառու են առաջին հայացքից։ Իմ հյուրն է այսօր Երանիկ Համբարձումյանը, Երանիկը մասնագիտությամբ բժիշկ է եւ հանդիսանում է գաստրոկլինիկ բժշկական կենտրոնի համահիմնադիրը եւ գլխավոր բժիշկը։ Երանիկ ջան, բարի գալուստ մեր տաղավար։ Մենք իրար ճանաչում ենք, ես դու եմ խոսելու, դու քով չեմ խոսելու։ Ներկայացրու պատմի մի քիչ քո մասին ու ձեր կլինիկայի մասին։ Բարև Մանուշ ջան, շատ հաճելի է, շնորհակալ եմ հրավերի համար։ Դե ես Երանիկն եմ Համբարձումյան, մասնագիտությամբ գաստրոենտերոլոգ, էնդոսկոպիստ, հանդիսանում եմ Gastro Health Center կենտրոնի համահիմնադիր եւ գլխավոր բժիշկ։ Կլինիկան զբաղվում է աղեստամոքսաբանության խնդիրներով հիմնականում եւ իհարկե հարակից այլ մասնագիտական ուղղություններով, ինչպիսիք են էնդոկրինոլոգիան, կարդիոլոգիան, դիետոլոգիան, ու մի շարք հիմնական ուղղությունը իհարկե աղեստամոքսաբանությունն է, գաստրոենտերոլոգիան է, հանդիսանում ենք Հայաստանի առաջին նեղ մասնագիտացված նման ուղղությամբ կլինիկան եւ արդեն համարյա 2.5 տարի գործում ենք այս դժվար ժամանակահատվածում փորձում ենք մեր տեղը գտնել հայկական բժշկական կենտրոնների շարքում։ Դժվար է։ Հեշտ չէ, բայց փառք Աստծո։ Այ օրինակ բժշկական ոլորտի հիմնական խնդիրներից եթե խոսենք, կլինիկա բացելը առհասարակ այդ process-ը անցնելը, ես որպես փաստաբան, իրավաբան իհարկե քիչ թե շատ տեղյակ եմ process-ից, բայց դու որպես այդ ոլորտի մասնագետ մի քիչ ներկայացրու ինչ խնդիրների եք հանդիպում, ինչն է խանգարում այդ process-ում, դժվար է թե հեշտ այդ process-ները հաղթահարել։ Ну, անկեղծ ասած չի ասի, որ դժվար է կլինիկա բացելը, դժվար է կլինիկա պահելը, ավելի շատ, բայց իրականում բացելու հետ կապված, գիտեք, խոչընդոտները հիմնականում, այսպես ասեմ, կոպիտ կհնչի, բայց անհեթեթություններից է առաջանում, այսինքն հիմնական խոչընդոտները լիցենզավորման փուլում կայանում են նրա մեջ, որ ուղղակի լիցենզավորման պահանջների մեջ կան էլեմենտներ, որոնք որ ժամանակակից բժշկությունը չի օգտագործում, իսկ բացակայում են այն էլեմենտները, որոնք որ ժամանակակից բժշկությունը օգտագործում է։ Եվ կարող է մի հատ փոքրիկ սարք պահանջվի, որ շատ դժվար է գտնել, որտեղ այսօր ոչ մի բժշկական կենտրոնում չկա եւ դու դա պետք է ցույց տաս, որ դա ունես, որպեսզի քեզ լիցենզիա տրամադրեն։ Լիցենզավորող մարմինն էլ դու էլ հասկանում եք, որ այդ սարքը դուք չեք օգտագործել, դա մնացել է սովետական միությունում եւ այլն, բայց ուլտրաֆիոլետը ինչ որ մի հատ կոպիտ ասած ուլտրաֆիոլետը օգտագործում ենք, բայց նման մանր բաներ կա, որոնք որ մեծ բան չի, բայց խանգարում են էլի այդ գործընթացը սահուն գնալու համար։ Այ քո կարծիքով այդ process-ները ինչու չեն հեշտացվում, ինչն է խանգարում, ինչ որ օրենքների փոփոխությունն է դժվար տեղի ունենում, թե միգուցե օրինակ որ դուք տենց շատ ահազանգ եք ասեք, գիտեք ինչ այս նորմերը ինչի եք սահմանել, թե սա ոչ մեկին պետք չի, կարող է ձեր աշխատանքի արդյունքում ձեր նկատեմ բոլոր բժիշկների։ Չգիտեմ ինչն է խանգարում, ինձ թվում է թե ինչ որ կարծրատիպային խնդիր կա, այսօր ամեն ինչն է դժվար փոխվում։ Լիցենզավորման օրենքի մեջ գիտեմ, որ պարբերաբար փոփոխություններ է կատարվում, բայց կոնկրետ այդ փոփոխությունը ինքը հիմնակարային է, էլի, եւ կարծում եմ դա մի գրչի sense ստորագրությամբ չի լինի, եւ պետք է մշակել, կատարել, ինչքան ես տեղյակ եմ, գործողությունները այդ ուղղությամբ կատարվում են, համապատասխան մասնագետներ աշխատում են, բայց թե երբ կլինի արդեն կտրվի մեր դատին դեռ չեմ կարող ասել։ Հասկացա, օրինակ վերջերս Facebook-ում հաճախ ենք տեսնում դեպքեր, երբ բժիշկներին ծեծում են կամ ինչ-որ վատ վերաբերմունք է դրսևորվում հարազատների կողմից, անհարգալից, ունենում եք նման դեպքեր, թե ոչ, եթե ոչ, ապա ինչն է ձեր այսպես ասած ձեզ ապահովագրում դրանից եւ իսկ եթե եղել են նման դեպքեր, ինչու է նման դեպքեր առաջանում, ինչն է թերի աշխատում մեր պետությունում ըստ քեզ։ Ինձ թվում է թե նման դեպքերի մեջ միշտ տեղ ունի սոցիալական մասը, այսինքն ինձ թվում է թե այդ մարդիկ ովքեր որ նման ագրեսիա են ցուցաբերում բժշկական աշխատողների նկատմամբ որոշակի ասոցիալ կոմպոնենտներ են պարունակում, այսինքն դա կարող է լինել, չգիտեմ, կներեք արտահայտության համար կամ հարբեցող կամ ոչ լիարժեք ընտանիքի անդամ
դժվար է ասել, բայց օրինակ adekvat անձը, adekvat ընտանիքի հայրը չի կարող մի մարդու, որ եկել է իր ընտանիքի անդամին բժշկական օգնություն ցուցաբերել, ագրեսիա ցուցաբերել։ Այսինքն չեմ հասկանում դրա տրամաբանությունը, միշտ թվում է թե դե մի բան այն չի։ Սա խնդրի մի մասն է, իհարկե այսքանով ես չեմ ուզում բոլոր բժիշկներին անմեղ համարեմ, հանգամանքները տարբեր են լինում եւ այդ անմեղության կանխավարկը մասնագիտական կանխավարկածը երկու կողմին էլ կարող են դիտարկվել։ Մեր մոտ նման դեպքեր ծեծի հասնող դեպքեր իհարկե չեն լինում, ագրեսիա միշտ էլ կարող է լինել քիչ թե շատ, բայց ելի եմ կրկնում, այս կոմպոնենտը միշտ դիտվում է, օրինակ շատ ենք լսել, որ դա շտապօգնության կանչերին, շատ ենք լսել, որ ինչ որ պետպատվերով պետք է հետազոտել, ինչ որ խնդիր ա եղել, մեր մոտ լավ է թե վատ նման ծառայություններ չկան եւ կարծում եմ կոնտինգենտն էլ կարող է մի քիչ տարբերվել, գուցե դրա համար այդ խիստ տարաձայնությունները, այդ վեճերը, այդ ագրեսիան նման աստիճանի չի։ Իսկ օրինակ նման դեպքերում ըստ քեզ ինչ պետք է որ ասեմ, դեպքեր կան որ փաստաբաններն էլ են ծեծում, այնպես չի որ փաստաբանները ապահովագրված են այդ դեպքերից, բայց օրինակ չգիտեմ, միգուցե ինչ որ պետք է ավելի լավ հսկողություն իրականացվի, ինչ որ մարդիկ լինեն տարբեր բժշկական կենտրոններում, որ հետևեն կարգ ու կանոնին, թե դա ավելորդ ինչ որ լարվածություն կարա ստեղծի, ըստ քեզ ինչ պետք է արվի, որ չլինի նման դեպքեր։ Դժվար է ասել, դա գալիս է ընդհանուր դաստիարակությունից, օրինակ ինչ է լինի, ես որպես մենք ինչքան էլ բժիշկ լինենք, բայց ինչ որ փուլում որպես պացիենտ հայտնվում ենք եւ ես չեմ պատկերացնում իմ կյանքում մի իրավիճակ, որ ես կարող եմ բժշկի նկատմամբ ագրեսիա ցուցաբերել։ Այսինքն դա վերջը գալիս է դաստիարակությունից եւ ինչ անենք, ինչ չանենք, դա գալիս է դպրոց, կրթություն, միջավայր, այսինքն դա ի վերջո դաստիարակչական հարց է, էլի մենք չի արդարացում ոչ մի ձև, չկա մի դեպք, որ ասենք լավ արել, որ ագրեսիա ցուցաբերել։ Ոչ կա օրենքի սահմաններում պետք է այդ հարցը լուծել, բժիշկն էլ կարող է սխալվել եւ պետք է պատիժ կրի իր սխալի համար, նույնն էլ կարող է անել պացիենտը։ Իսկ ընդհանուր քո գնահատականը բժիշկները որպես մասնագետներ պաշտպանված են բոլոր առումով, թե նաև այդպիսի ագրեսիվ արկագծի առումով եւ թե նաև օրենքի տեսանկյունից նրանց իրավունքները, չգիտեմ, տարբեր օրինակ տեսնում ենք տարբեր հայտարարություններ, ինչ բժշկական կենտրոնում հարազատները մեղադրում են բժշկին անձի մահվան հարցում եւ այլն, նորքի մասով ենք շատ տեսնում, ընդ որում այն բժշկում, որ մեղադրում էին իմ հոր կյանքը փրկել է, այսպես ասած, այդ նմանատիպ գործերում, նմանատիպ հարցերում բժիշկների ընդհանուր պաշտպանվածության աստիճանը ոնց կգնահատես։ Նայած ինչ ենք հասկանում բժշկի պաշտպանություն ասելով։ Եթե մենք խոսենք բժշկի մասնագիտական սխալից ելնելով, ապա ես չեմ կարծում, որ ամեն սխալի համար պետքա բժիշկը պաշտպանված լինի, որովհետև կան սխալներ, որոնք որ բժիշկը պետք է ուղղակի թույլ չտա կամ թույլ տալու դեպքում նաև դրա համար պատիժ կրի, այս մի կողմից, մյուս կողմից, եթե դիտարկում ենք հիվանդության հնարավոր ելքերի հետ կապված, ապա այստեղ որոշակի պաշտպանություն իհարկե բժիշկը ունի Հայաստանում, որովհետև կա հատուկ առողջապահության նախարարության կողմից սահմանված համաձայնագիր, որը պացիենտները ստորագրում են եւ համաձայնություն են տալիս, որ այսինչ միջամտության հետևանքով կարող են առաջանալ այսինչ բարդություններ եւ այլն, այստեղ որոշակի պաշտպանություն կա, իսկ ինչ կախված է ֆիզիկական ագրեսիայից կամ ոչ միայն ֆիզիկական, այլ ընդհանրապես ագրեսիայից պաշտպանություն, այստեղ ոչ մեկ ապահովագրված չէ, այստեղ անգամ ես չեմ կարծում, որ բժիշկին կարելի է տարանջատել մեր այն մնացած հասարակության անդամներից, որտեղ ոչ մեկ ապահովագրված չէ, ցանկացած մասնագետ, ցանկացած խառը իրավիճակում կարող է ենթարկվել որոշակի ագրեսիայի։ Բռնության։ Ցավոք սրտի այսօր շատ ենք հանդիպում։ Վերջերս վերջին 2 տարիներին այդ բժշկական ապահովագրության մասին շատ են խոսում եւ կամած արդեն կարծես թե ոնց որ ներդրվում է գնում ենք դեպի բժշկական ապահովագրության պարտադիր լինելը։ Ըստ քեզ դրա դրական կողմերը որպես մասնագետ ինչպես ես գնահատում եւ արդյոք դա դրական ազդեցություն կունենա, չգիտեմ, արդյոք ավելի ուշադիր կլինեն իրենց առողջությանը, կհետևեն, թե ինչ կանեն, թե ոչ մի փոփոխություն չի լինի ըստ քեզ։ Նախ ինքը իհարկե դրական միտում ունի, ի վերջո, չգիտեմ այդ վերջը երբ կլինի, բայց երբ որ արդեն վերջնական
ներդրվի համապարփակ պարտադիր առողջապահական ապահովագրությունը ի վերջո դա միանշանակ այսպես ասեմ ձեռք կտա եւ պացիենտներին եւ բժիշկներին բայց բերեք խոստովանենք որ դա պանացեա չի եւ այսօր դեռ շուտ է ասել որ օրինակ 26 թվականին արդեն ներդրվում է ինչ որ փուլով առաջին փուլով ներդրվում է եւ որոշակի բնակչության կազմերի համար կսկսի գործել այդ ամենը այսօր դա քիչ կտարբերվի այն պետպատվերից որը մենք ունենք դա գրեթե նույն բանն է մի քիչ անունը կփոխվի, մի քիչ գուցե կազմակերպման ընթացքը, բայց գլոբալ մեծ փոփոխություններ ես չեմ կանխատեսում։ Բայց ի վերջո իհարկե ամբողջ աշխարհը այդ ուղղությամբ է գնում եւ պացիենտները պետք է ապահովագրված լինեն իրենց ցանկացած առողջական խնդրի հետ կապված մտավախություն չունենան։ Ոչ թե բարձի տակ գումար պահեն, որ վաղը չեմ այսօր Աստված չանի մի բան լինի հետս, այլ Աստված չանի լինելու դեպքում իրանք մտածեն իմանան որ իրանք դրա համար երկար տարիներ վճարել են եւ ապահովագրված են ելի եմ ասում թե ինչքանով սա պրակտիկորեն կկիրառվի եւ ինչքանով կլինի աշխատող դժվար է ասել դա միջև չլինի չենք հասկանա բայց ինքը միտքը մտահղացումը եւ կոնցեպտը միանշանակ դրական է իսկ եթե հետ կանք մոռանանք որ դու բժիշկ ես համարենք որ կլինիկայի համասեփականատերն ես գործատուի տեսանկյունից երբ ուզում են արդեն այդ պարտավորությունը այսպես ասած դնել գործատուի վրա աշխատողների բժշկական ապահովագրության այդ տեսանկյունից ոնց գնայես հարցի ինչպես գնայես դժվար է ասել ես չեմ պատկերացնում որ բժիշկ չլինեմ չգիտեմ այսօր չեմ կարող ասել շատ եմ բարդ հարցը Չէ, պատրաստ չէի։ Չեմ մտածել դրա մասին, հա։ Օրինակ ես մտածում եմ այդ որպես առողջապահության ոլորտը կարգավորող հարց ինքը շատ դրական միտում ունի, բայց մյուս կողմից երբ Հայաստանում գործատուի վրա դրած է եկամտահարկի վճարումը եւ այլն, հա, աշխատողի փոխարեն եւ դու բոլոր տեղերում հանդես ես գալիս որպես հարկային գործակալ, գործատուի վրա մի հատ էլ լրացուցիչ դնել բեռ այդ ապահովագրության վճարելու, մի քիչ ինքը արդար չի, առավել եւս որ այդ շուկան, բիզնեսի շուկան դու այդքան էլ որպես պետություն չես բարելավում, այդ մասով մի քիչ օրինակ ինձ մոտ էլ ասեն շատ երկակի եւ բացասական եւ դրական իրար հետ այսպես կռիվ են տալիս, բայց ես նաեւ նկատել եմ, որ երբ օրինակ այդ ապահովագրությունը կա ցանկության այսպես ասած սկզբունքով եւ գործատուները դա որպես benefit bonus հիմնական IT ընկերություններն են, չէ՞, տենց benefit-ներ տալիս իրենց աշխատողներին, ՏՏ ընկերությունները, այդ ժամանակ աշխատողները ավելի ինքնավստահ են, գնում են այդ ստուգումները անցնում են տարեկան եւ այլն, չէ՞, այդ մասով։ Այո, հիմա վճարովի ապահովագրական կազմակերպությունների հետ նման համագործակցություն ունեն բազմաթիվ կազմակերպություններ եւ այդ պացիենտները երբ որ գալիս են արդեն սպասարկվելու զգում ես իրենք ինչքան հպարտությամբ են խոսում իրենց աշխատավայրի մասին ինչքան էլ դա ինչ որ անանուն մի բան լինի բայց իրանք ուրախ են որ իրանք ունեն նման բան գործատու ով ապահովագրել է իրենց առողջությունը իհարկե դա ողջուն հա միանշանակ ողջունել ժամանակին ես էլ շատ կար ժամանակով ունեի բայց էլ չունեմ նման ապահովագրություն ուզում եմ խոսենք մի շատ կարևոր թեմայի մասին բժշկության մատչելի լինելու կամ արդյոք բժշկությունը պետք է լինի մատչելի թե ոչ եւ Հայաստանում առհասարակ քո գնահատման բժշկությունը մատչելի է թե ոչ Նույնա մատչելիությունը պետք է հաշվել այսինքն միջին եկամտի զամբյուղով թե չէ տենց եթե համարենք համաշխարհային շուկայի համեմատ բժշկությունը շատ մատչելի է Հայաստանում բայց բերեք հաշվենք թե ինչ ենք ստանում եւ ինչքան ենք պատրաստ դրանից վճարել այդ առումով չի ասի առանձնապես մատչելի է կարելի ասել նո միջինից ցածր է այսպես ասեմ միջինից հասանելի է եթե էլի վերցնենք աշխարհի զարգացած երկրների մասին ենք խոսում զարգացած երկրների բժշկական վճարների թիվը բայց այդտեղ մեծ բաց ունենք որ մենք խոսում ենք նենց երկրների մասին որտեղ հիմնական ապահովագրական արդեն աշխատում է եւ այնտեղ վճարովի ծառայությունները շատ թանկ են եւ վճարովի ծառայություններից օգտվում են հիմնականում մարդիկ ովքեր ինչ-ինչ պատճառներով չունեն ապահովագրական ծածկույթ։ Ну
Հայաստանի համար ասեմ, որ միջին բերեք sense համարենք, համապատասխանում է կոպիտ ասած այն, բայց այդտեղ պետք է ոչ թե բժշկության, մատչելիության մասին խոսենք, այլ ավելի շատ մարդկանց եկամուտները պետք է վճարունակությունն է այդտեղ խնդիր էլի կա հետազոտություն Հայաստանում, որը արվում է միջազգային միջինացված թվից մոտավորապես 20 անգամ էժան 20 անգամ դա առելի մեծ տարբերություն է էլի եւ մեր մոտ պացիենտներ են գալիս Էմիրատներից հետազոտվում են եւ ասում են այս հետազոտությունը որ օրինակ կարող ամբողջ փաթեթի համար մեր մոտ վճարի ու իրանք դոլարով են խոսում դապուստին $200 ասում ես ամեն ինչի ես անցել եմ $4500 աննկարագրելի տարբերություն է էլի Ես օրինակ այդ տարբերությունը միշտ համեմատում եմ Ռուսաստանի Դաշնության հետ, ես երբ գնում եմ Ռուսաստան, այնտեղ եմ հետազոտվում, որովհետև այնտեղ ավելի մատչելի է իմ գնահատմամբ եւ տարբեր ծառայություններ, հիմնական ամենապրիմիտիվ անալիզ տալ ընդհանուր բանի, հա, արյան եւ այլն, MRT-ն, հա, կատեն դրանք Ռուսաստանում ինձ համար շատ ավելի մատչելի են, քան Հայաստանում բայց այստեղ հա եթե վճարունակության այսինքն դնենք շերքի վրա ազգաբնակության վճարունակությունը եւ բժշկական ծառայությունները իրենք անհամեմատելի են եւ այստեղ կարելի ասել թանկ է այն բժշկական ծառայությունը որ մենք առաջարկում ենք մեր ազգաբնակությանը գուցե բայց եթե մենք համեմատենք այդ քո ասած տարբեր երկրների հետ իսկապես երևի մեզ մոտ ավելի էժան է իզուր չէ որ գալիս են ատամ են սարքում չէ այդ մասով իսկ օրինակ ձեր մոտ այդ туриզմի ոլորտը այդ մասով զարգանում է որ կան այո մեր մոտ մենք ունենք անգամ մեր ռազմավարության մեջ հատուկ տեղ ենք հատկացրել նաև բժշկական туриզմի զարգացմանը եւ մեր պացիենտների 10-ից 15%-ը ոչ թե օտարերկրացիներ են միայն, այլ նաև այն օտարերկրացիներն են, որոնք կարճատև ժամանակով եկել են Հայաստան, ոչ միայն հանգստանալ, այլ նաև բժշկական ծառայություն ստանալու ու հետ գնալու։ Այսինքն խոսքը չի գնում ռելոկանտների մասին, դրանք մեծ բաժին են կազմում մեր պացիենտների, այլ խոսքը գնում է հենց բժշկական туриզմի ուղղությամբ։ Այո, մեր մոտ դա որոշակի տոկոս զբաղեցնում է։ Լավ, պետական որ կառույցն է ամենաշատը անցած հետ աշխատում, ու երևի առողջապահության նախարարությունը ակտիվ, միգուցե դրանց բացի այլ կամ այդ գնահատականը ինչպես կտակ եւ կան արդյոք պետական կառույցներ, ովքեր որ խոչընդոտում են ձեր աշխատանքը։ Օրինակ մենք բիզնեսի մասին երբ խոսում ենք, բարձրացինք, որ ՊԵԿ-ն է ամենաշատը խոչընդոտում բիզնեսին։ Ձեր ոլորտում կան տենց կառույցներ, ովքեր որ օգնում են եւ խանգարում են։ Չի անկեղծ ասած, ոչ օգնող, ոչ խանգարող կազմակերպություններ չունենք, առողջապահության նախարարությունը որպես ղեկավար մարմին միայն ոչ մի բանով չի խանգարում, անկեղծ ասած, վերջերս տեսչական մարմնի կողմից ստուգումը իրականացվել բավականին adekvat, նորմալ, ոչ մի թերություն չի հայտնաբերվել, այսինքն իրականացնում են իրենց կողմից լիազորված պարտականությունները, ոչ մի որևէ այդպես խոչընդոտ, նույնն էլ ՊԵԿ-ի կողմից Թու ոչ մի բան չկա նորմալ է։ Այսինքն որպես բիզնես գոհ եք ՊԵԿ-ից։ Շատ է դա։ Խնդիր չի եղել, այո։ Երանիկ օրինակ էլի պետք է բերեմ Ռուսաստանի օրինակը, որտեվ Փառք Աստծո կամ բարեբախտաբար միայն այնտեղ եմ բժշկական օգնության դիմել, այլ երկրների փորձ չունեմ, բայց Ռուսաստանում իշեպ գնում ես ինչ-որ որոշակի բժշկական միջամտության, ամենապրիմիտիվ, քեզ հետ մի քանի էջանոց պայմանագիր են կազմում, կարդում ես, ստորագրում ես եւ այլն։ Հայաստանում ես այսօր նաեւ մեր հաղորդումից առաջ օրենքն էի նայում, ցավոք սրտի փաստորեն կամ բարեբախտաբար մեր օրենքում այդպիսի պարտադիր պահանջ չկա, այսինքն գրավոր պայմանագիր կնքելու պարտադիր պահանջ չկա։ Հիմա հարց, արդյոք դա ճիշտ է թե ոչ, ըստ քեզ։ Եվ արդյոք դա չի խանգարում այդ պացիենտ, կլինիկա կամ պացիենտ բժիշկ հարաբերությունները կարգավորելուն, թե այդպես առանց թղթաբանության ավելի հեշտ է։ Դա իրավաբանական հարց է եւ քանի դեռ ամեն ինչ լավ է, այդ թուղթը պետք չի գալիս, բայց Աստված չանի մի դեպք լինի, արդեն այդ պարագայում եւ
բժիշկը կլինի պաշտպանված եւ բժշկական կենտրոնը կլինի պաշտպանված եւ պացիենտը կլինի պաշտպանված վերջիվերջո դա պայմանագիր է որում երկու կողմն էլ համաձայնություն են տալիս ինչ որ մի գործողության դրա համար ի վերջո գալու ենք հասնելու ենք դրան ես կարծում եմ մի քիչ գուցե բյուրոկրատիան է շատանում բայց իրավաբանությունը այսօր մեծ դեր է խաղում ցանկացած երկու անձի կամ կազմակերպության եւ անձի փող համագործակցության միջեւ դրա համար ես կարծում եմ ի վերջո դրան կգանք այսօր այդ ամեն ինչը մի քիչ այլ ձև է համաձայնագրի տեսքով այդ ինչ որ միջամտություն պետք է կատարվի կամ ինչ որ վիրահատություն ուղղակի համաձայնագրի որի մասին ես ասեցի համաձայնագիր է ստորագրում պացիենտի կողմից եւ սա է միակ փաստաթուղթը ինչով ապահովագրված կամ պաշտպանված կամ իր հիվանդության վերաբերյալ հնարավոր ելքերի մասին տեղեկացված լինելու միակ փաստաթուղթն է իրավաբանական Քո պրակտիկայում կարդում են պացիենտները փաստաթուղթը այլ ազգի օտար երկրացի պացիենտները կարդում են անգամ եթե այդ փաստաթուղթը հայերեն է իրանք թարգմանում են ռուսերեն, անգլերեն, իրանք կարդում են պարտադիր, հետո են ստորագրում մենք հայերս սովորաբար ոչ, ասեք ինչ պետք է անեմ որ դե պետք է ստորագրեմ այսպես դրա համար եթե մտածում եք այդ պայմանագիրը լինի բոլորը կետ առ կետ կարդալու են ոչ, բայց միևնույն ժամանակ դա պարտադիր է, վաղ թե ուշ կլինի։ Ըստ քեզ ում ավելի շատ կապավագրի այդ պայմանագիրը, պացիենտին թե բժշկին։ Ամեն ինչ կախված ինչ կգրած կլինի պայմանագրի մեջ։ Հիմնականում դա փոխշահավետ, այսպես ասեմ, պայմանագիր պետք է լինի, որտեղ բոլորը իրենց, շահը մի քիչ ճիշտ չի ասել, բայց բոլորը որոշակի պաշտպանություն ունենան։ Մենք մեր հաղորդումների ժամանակ, մեկի ժամանակ խոսել ենք եւ բիզնեսի մասին ենք խոսում եւ պարզեցինք, որ Հայաստանում մի հատ այդպիսի թեժգից կամ բիզնես օմբուդսմեն, հա բիզնեսի պաշտպան, այսպիսի պաշտոն է պետք, որ բիզնեսի իրավունքները պաշտպանի։ Այ ըստ քեզ Հայաստանում ինչ օրենք է բացակայում, ինչ օրենք կուզեիր, որ աշխատեր, որ այդ բժշկական ոլորտը կարգավորեր, կանոնակարգեր ավելի լավ, ավելի արդյունավետ, կամ օրինակ ինչպիսի թեժգից կամ միգուցե հասարակական կազմակերպություն կամ ինչպիսի մարդ պետք է լիներ, որ ձեր ոլորտը երկու կողմից, թե բժիշկների կողմից եւ թե քաղաքացիների, պացիենտների կողմից, այսպես ասած, արագ արձագանքման այդպիսի խումբ լիներ, այդպիսի ինչ որ հարթակ լիներ։ Չէ, ես այլ ձև եմ մտածում, ոչ թե բիզնեսը պաշտպանելու, մեր ոլորտում պակասող եթե օրենքի մասին ենք խոսում, ինչը կօգներ մեր գործին, միջազգայինորեն ընդունված է, որ բոլոր մեծամասամբ զարգացած երկրները ունեն որոշակի բժշկական ուղեցույցեր տարբեր հիվանդությունների, տարբեր իրավիճակների համար, որ բժիշկը հնարավորինս պետք է հետևի դրան։ Իհարկե, դրանք օրենքի ուժ չունեն, պարտադիր ուժ չունեն, բայց հանկարծ որևէ շեղման կամ հիվանդության ոչ ցանկալի ելքի դեպքում իրավաբանորեն թույլատրում է հղում կատարել այդ փաստաթղթի վրա որպես ուղեցույց։ Այսինքն եթե դու վարքագծի կանոն, չէ, խոսքը հիվանդության վարման հետ կապված է։ Այսինքն դու պետք է այսինչ գանգատների դեպքում, այսինչ հետազոտությունը նշանակել կամ այսինչ դիագնոզի դեպքում, այսինչ դեղը նշանակել։ Եվ եթե բժիշկը դրան շեղվում է եւ հանկարծ ինչ որ խնդիր ալնում հիվանդության ելքի հետ կապված, կարող են հղում կատարել այդ կլինիկական ուղեցույցին։ Այսինքն այդ երկրի առողջապահության նախարարության կողմից հաստատված փաստաթուղթ է, որը սովորաբար դա պարտադիր չի կիրառման, բայց անհրաժեշտության դեպքում կարող են հղում կատարել։ Դատերի ժամանակ կարող են հղում կատարել, որ եթե էսի կա դու պետք է սենց անել կամ եթե սենց չես արել, ասախի չես սենց արել եւ այլն եւ այլն։ Ռեգլամենտ, այո։ Դա բացակայում է Հայաստանում եւ դա բժշկական որակի պահպանման մեջ մեծ դեր ունի։ Ամեն բժիշկ կարող է ինչ իր մտքով անցնի, իր տատու խորհուրդներ կարող է գրել։ Իհարկե հարգելով բոլորին, հիմնականում Փառք Աստծո նման իրավիճակներ վաղուց չենք տեսնում, արդեն բժշկությունը մի քիչ մեծ քայլերով դեպի ապացուցողականություն է շարժվում, այդ բոլորս նկատում ենք, բայց այդ դա խիստ կօգնի եւ դա ապահովագրության այդ մեր համապարփակ ապահովագրական համակարգին էլ կարող է օգնել, որովհետեւ ինքը ոնց են որոշելու, որ բժիշկը այսինչ հետազոտություն, օրինակ ես ասում եմ, որ Մանուշ ջան, քեզ պետք է անցնել սրտի էխոգրաֆիա։ Ինչ հիմքերով եմ ասում, ինչ փաստաթղթի հիման վրա եմ ասում, հիմա առողջապահության նախարարությունը ընդերից թույլ է տալու դու դա անցնես թե չէ։ Հա, հասկանում։ Թե պրոստը հավատալու է ինձ։ Այսինքն այդ փաստաթղթերը ուղեցույցերը կլինիկական բոլորը կա
միջազգային ընդունված ամեն երկրի համար կան երկրներ, որոնք որ տարածում են իրենց ուղեցույցերը բոլոր աշխարհի բոլոր երկրների վրա եւ մենք դրանցով ուղղորդվում ենք, որովհետեւ չկա հայկականն, կա քիչ է, էլի շատ սահմանափակ քանակի հիվանդությունների եւ պաթոլոգիաների համար։ Այդ օրենքը խիստ կօգներ բոլորին։ Պացիենտը կիմանա ի վերջո իրան ճիշտ բան են գրել, թե բժիշկի մտքով ինչ անցել է, նա գրել։ Հա, այսինքն ինչ որ մի հատ իրավական նորմատիվ, որը որ կգա, ռեգլամենտի նման բժշկ կոչվում է կլինիկական ուղեցույց, էլի պրոտոկոլ действия к данному заболеванию, օրինակ։ Հա, այն սովետական ֆիլմը դա так положено по регламенту, հա, օրինակ։ Так положено по регламенту։ Ու այդ փաստաթղթերը սովորաբար 2-3 տարի մեկ թարմացվում են, համաձայն արդիականացվում են, միայն արդիականացնելը չէ, օրինակ Հայաստանը դրանք ընդունելու համար միայն միջազգային վերցնել թարգմանելը երբ բավարար չի լինի, որովհետև դա պետքա նաև արդիականացնել հայ ժողովրդին, հայ կենցաղին, ինչու՞ չէ նաև մեր օրենսդրության որոշակի առանձնահատկություններին։ Այսինքն այստեղ պետք է աշխատանք եւ սա բավականին կհեշտացնի բժիշկների գործը։ Բոլորը կսկսեն միանման մտածել եւ սխալվելու հավանականությունը կնվազի, այո։ Հա։ Լավ միտք է, հուսանք կլսեն մեզ։ Եվ մենք արդեն քիչ ժամանակ ունենք, ուզում եմ քո խոսքը ուղղես որպես արդեն բժիշկ մեզ լսողներին ինչ խորհուրդ կտաս, ինչպես վարվեն իրենց առողջության հետ, որ ձեր պացիենտը չդառնան։ Հետևեն իրենց առողջությանը եւ Աստված չանի բժշկի մոտ հայտնվելուց երբեք սենյակից դուրս չգան առանց ինչ-որ հարցի պատասխան ստանալու, բոլոր հարցերի պատասխանները ստանան, որտեղ դա կարևոր է։ Պացիենտներ են գալիս 2 տարի ինչ-որ հիվանդությամբ տառապում են, ասում եմ ինչ հիվանդ եք, ասում եմ ինչ իմանամ, դեղեր եմ ստանում։ Ախր անուն չունի քո հիվանդությունը, ազգանուն չունի։ Դա կարևոր է։ Եվ պացիենտը պետք է լիարժեք տեղեկացված լինի իր հիվանդության մասին, իր հիվանդության հնարավոր ելքերի մասին եւ դրանց կանխարգելման մասին։ Երևի թե այսքանը։ Շատ լավ, շնորհակալություն Երանիկ հրավեր ընդունելու համար, հետաքրքիր զրույց ստացվեց կարծում եմ, իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ հաղորդաշարերում մեր մյուս հյուրերի հետ։ Ստեսություն։